1994 թվականի մայիսի 17-ին Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտության գոտում դադարեցին գործել խոշոր տրամաչափի զինատեսակները։ Տարածաշրջանում հաստատվեց հրադադար կամ ինչպես ընդունված է ասել, ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, անորոշ իրավիճակ։ Այս իրավի կարևոր իրադարձության եւ դրան նախորդած ու հաջորդած ռազմաքաղաքական զարգացումների շուրջը ռազմաշխարհ հերթի հերթական թողարկումը։ Բարև ձեզ։ Նախքան տարիներ առաջ ձեր բերված պայմանավորվածության անդրադառնալը փորձենք ճշտել, թե ռազմաքաղաքական ինչ հանգամանքներում հասունացավ հրադադարի հաստատման անհրաժեշտությունը եւ ինչու Ադրբեջանը համաձայնեց նստել հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների սեղանի շուրջ։ Դեռևս 1993 թվականի ամռանը Բաքվում զինված ճանապարհով կատարված իշխանափոխությունից հետո Ադրբեջանի Գերագույն խորհրդի նորընտիր նախագահ Հեյդար Ալիևը, ելնելով ռազմաճակատում ստեղծված անելանելի ծանր վիճակից, որոշեց գործողության մեջ դնել դիվանագիտության ոլորտում ունեցած իր ողջ ներուժը։ Նրա հանձնարարությամբ հանրապետության օրենսդիր, գործադիր եւ ռազմական ուղակների ղեկավարությունը հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով ուղղակի բանակցությունների մեջ մտավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավար մարմինների հետ։ Այս իրողությունը հաստատում են 1993 թվականի հուլիս, օգոստոս եւ սեպտեմբեր ամիսների ընթացքում Արցախի ղեկավարության հասցեագրված մի շարք պաշտոնական գրություններ, որոնց իրավասությունը վավերացված են Ադրբեջանի այն ժամանակվա Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ Ջալիլովի, վարչապետի տեղակալ Գուլիևի եւ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Աբիևի ստորագրություններով։ Դրանցում հիմնականում շոշափվում էին մարտագծում կարճաժամկետ հրադադար հաստատելու վերաբերյալ հարցեր։ Ասել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ մասնավորապես նրա զինված ուժերի ղեկավարությունը հավատով էր վերաբերվում Ադրբեջանի կողմից արվող այս օրինակ առաջարկություններին, առնվազն միամտություն կլիներ։ Բարձեցել պարզ էր, որ այդ ճանապարհով Բաքուն փորձում էր իմի բերել իր աղջատված ուժերի եւ անցնել վճռական գրոհի, ինչը ճշտացավ։ 1993 թվականի նոյեմբերի վերջին եւ դեկտեմբերին մարտեր ծավալվեցին ռազմաճակատի ողջ երկարությամբ։ Հակառակորդը ձգտում էր միաժամանակյա հարվածներով ջլատել Ղարաբաղյան ստորաբաժանումների դիմադրությունը Թալիշ, Մարտակերտ եւ Հադրութ Մարտունի ուղղություններում։ Հարվածի թիրախ էր ընտրվել նաեւ Օմարի բնագիծը։ Դեկտեմբերի վերջին եւ հունվարի սկզբներին թշնամուն հաջողվեց մարտագծի որոշ հատվածներում հսկայական ջանքերի գնով հասնել մասնակի հաջողության։ 1980-ից ի վեր Ադրբեջանում իշխանավորած առաջնորդներից Հեյդար Ալիևը թերևս 5-րդն էր, ով ինչպես իր նախորդները փորձեց շրջանցել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման խաղաղ ճանապարհը եւ գնալ ուժային լուծման։ Մինչդեռ արդյունքում ունեցավ ավելի շատ կորուստներ, քան իր նախորդները։ 1994 թվականի ձմեռային եւ գանանային մարտական գործողությունների շրջանում Ղարաբաղյան ուժերը դիմագրավելով հակառակորդի լայնածավալ հարձակմանը, նրան ստիպեցին ոչ միայն անցնել պաշտպանության, այլև թողնել գրաված բնագծերը եւ դիմել անկանոն նահանջի։ Ապրիլի վերջին հայկական ստորաբաժանումները թշնամուն դուրս մղեցին Մարտակերտի շրջանի Մատաղիս, Դաստակերտ, Յարմջա, Սեյսուլան բնակավայրերից։ Ճնշվեցին Աղդամի շրջանի Ումուտլու, Շոտլանլու, Նամիրլի, Շուրաբադ եւ Թաղիբեյլի բնակավայրերում տեղակայված կրակակետեր։ Անձնման վտանգի տակ հայտնվեց Միրբաշիր ռազմակայանը։ Որպես Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար, իսկ ապա նաև հանրապետության նախագահ, Հեյդար Ալիևին պետք եղավ կորցնելու Աղդամ, Ֆիզուլի, Ջեբրայիլ, Զանգիլան, Ղուբատլու քաղաքներն ու համանուն շրջանների տարածքները, որպեսզի հասկանար, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման խաղաղ ճանապարհն այլ ընտրանք չունի։ Եվ փառք Աստծո, որ գոնե այդքանից հետո նա հասկացավ ու նստեց բանակցությունների սեղանի շուրջ։ 1994 թվականի մայիսի սկզբներին ԱՊՀ միջխորհրդարանական հանձնախմբի կողմից հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Բիշկեկյան արձանագրության ընդունումից մի քանի օր անց ադրբեջանական կողմի խնդրանքով Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Պավել Գրաչովը Մոսկվայում նախաձեռնեց հանդիպում, որին մասնակցում էին Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարներն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարը։ Բանակցությունների արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն մայիսի 17-ի 00 ժամից հակամարտության գոտով ողջ երկարությամբ ապահովել կրակի միաժամանակյա դադարեցումը։ Շատ քչերն էին համոզված, որ ձեր բերված պայմանավորվածությունը կյանքի ուժ կստանա, մանավանդ որ դրան նախորդած բոլոր համաձայնությունները Բաքվի մեղքով միշտ մնացել էին անգադար։ Մինչդեռ ինչպես ցույց տվեց դեպքերի հետագա ընթացքը, պարզվեց, որ գոնե այդ ժամանակատվածում Ադրբեջանն այլ ընտրանք չունի, եւ նա ստիպված էր ընդունել հրադադարի հաստատման իրողությունը։ 1994 թվականի մայիսի 17-ի 00 ժամից հակամարտության գոտու ողջ երկարությամբ դադարեցին ակտիվ մարտական գործողությունները։ Չնայած կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը, այդուհանդերձ հակամարտության գոտու ողջ երկարությամբ շարունակեց իշխել լարվածությունը։ Ակտիվ մարտական գործողություններին փոխարինելու եկավ դիրքային փոխհրաձգությունն ու հատուկ պատրաստություն ստացած դիպուկահարների նպատակային կիրառման պրակտիկան։
Շփման գծում հակառակորդի կողմից պարբերաբար իրականացվել եւ այսօր էլ շարունակվում են արձանագրվել հրադադարի խախտման բազում դեպքեր։ Անցած տարիների ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից կատարվել է շուրջ 50 հետախուզա դիվերսիոն գործողություն, որոնք հաճախ ուղեկցվել են խոշոր տրամաչափի զենքերի օգտագործմամբ։ Այս ամենին զուգընթաց հակառակորդը լայնածավալ ինժեներական աշխատանքներ է իրականացնում առաջնային գծում իր դիրքային առավելությունն ապահովելու ուղղությամբ։ Այս մյուս գործընթացները ցույց են տալիս, որ տարիներ առաջ հակամարտ կողմերի միջև հրադարի հաստատման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունն Ադրբեջանի համար սոսկ ժամանակ շահելու միջոց է։ Եվ օգտվելով ընձեռված հնարավորությունից նա անընդհատ նախապատրաստվում է գալիք հավանական ճակատամարտին։ Սակայն այս իրողությունների համատեքստում Բաքվին արժի հիշեցնել մի կարևոր հանգամանքի մասին, որն ինչքանով ոգևորում է մեզ, այնքանով էլ պիտի որ մտահոգի նրան։ Ամբարնելով այն ճշմարտությունը, որ խաղաղությունը հավիտենական չէ, այլ միայն ժամանակավոր զինադադար, անցած տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերը ոչ միայն իզորու եղան վստահորեն հակադարձելու հակառակորդի կողմից ձեռնարկված յուրաքանչյուր սադրիչ քայլի, այլև ամենօրյա նվիրական ծառայությամբ կարողացան հասնել մարտական ու բարոյահոգեբանական պատրաստվածության պատշաճ մակարդակի։ Այսօր Պաշտպանության բանակն ունի ժամանակակից ինժեներական կառույցներով համալրված առաջնային գիծ եւ այն պաշտպանող հզոր զինուր, արկա զորատեսակներն ու բանակային բոլոր կառույցները գործում են ռազմագիտության արդի պահանջներից բխող օպերատիվ մարտավարական չափանիշներով։ Բարձր հիմքերի վրա է դրված ռազմական տեխնիկայի եւ սպառազինության արտիականացման ու դրանց նպատակային կիրառման գործընթացը։ Հատուկ ուշադրության կենտրոնում է զորքերի ղեկավարման համակարգի եւ հրամանատարական ուղղակի պատրաստությունը։ Առաջին իսկ անհրաժեշտության դեպքում բանակի զորահավաքային ռեսուրսն ի վիճակի է ժամանակին համալրել եւ իրականացնել իր առջեւ դրված ցանկացած մարտական խնդիր։ Բանակն ունի մարտական պատրաստականությունից տարբեր աստիճանների բերման լիարժեք կատարողականություն։ Սրանք թերևս Պաշտպանության բանակի մարտունակությունը բնորոշող այն համառոտ տվյալներն են, որոնք ինչպես վերևում նշվեց ձեռք են բերվել ամենօրյա քրտնաջն նվիրական ծառայության շնորհիվ։ Եվ այդ ամենը արվել ու արվում է հանուն մեկ նպատակի՝ կանխել այն հավանական առճակատումը, որին տարիներ շարունակ Բաքուն ոչ միայն նախապատրաստում, այլև առիթ-անառիթ բարձրաձայնում է դրա հնարավոր վերսկսման մասին։ Եվ վերջում այդ ամենից բխող մի հավելում կամ գուցե թե հարցադրում։ Իսկ որն է հավանական պատերազմից խուսափելու եւ հրադարից խաղաղության հասնելու ելքը։ Թե պաշտոնական Ստեփանակերտի եւ թե Բաքվի համար պատասխանը նույնն է, բայց տարբեր հարցություններում։ Ընդ որում, այդ հարցներից մեկում տիրում է արդարության ուժը, իսկ մյուսում անարդարությունը ուժով հաստատելու ձգտումը։ Խաղաղությունը կհաղթի, թե պատերազմը կախված է կողմերից ցուցաբերած խոհեմությունից։ Խոհեմություն, որը նախ եւ առաջ տարիքի հատկանիշ է։ Իսկ մեր տարածաշրջանում տիրող հրադարն արդեն տարիների պատմություն ունի։ Հավատանք ու ակնկալենք հասունություն եւ խոհեմություն։ Այսքանը կհանդիպենք։